Շնորհակալություն հարգելի նախագահող, հարգելի ընկերներ, ինչպես ես տեղեկացրել եմ բոլորիդ, ես 2008 թվականի մարտի 1-ի զոհված Գորգելյանի հայրն եմ, ցույցի մասնակից եմ ելել տղայիս հետ միասին, բայց ցավոք սրտի այդ չարաբաստիկ գնդակը ինձ չդիպչեց, այլ իմ 28 տարեկան որդուն։ Ես չեմ ուզում ներկայացնեմ, թե ինչա կատարվել մարտի 1-ին, բոլորը տեղյակ եք, բոլորը գիտեք, ես ուզում եմ ձեզ երկու խոսքով ներկայացնել դատավարությունների մասին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, որը առաջին Շինգավիթի նստավայրի դատարանում տևեց 4 տարի 4 ամիս եւ մենք չենք կարողացել մտնել վկաների փուլ։ Դու պատկացնում եք ինչա։ Մի օր Քոչարյանն է հիվանդ, մի օր փաստաբանը չկա, մի օր դատավորն է հիվանդ, մի օր Խաչատրովի թարգմանիչն է հիվանդ, այդպես ծծկվեց ու ծծկվեց 4 տարի 4 ամիս եւ ոչ մի արդյունք եւ այդպես գործը կարճվեց, գնաց սահմանադրական դատարան։ Հիմա 1 տարիա գնում է դատավարություն։ Այս 1 տարվա ընթացքում մենք նույնպես արդյունքի դեռ չենք ասել։ Փաստաբանները իրենց դիրքորոշումներն են հայտնում, երկար ու բարակ, նորից բացակայություններ, նորից բացակայություններ։ Եվ ինչ եմ ուզում ասել ընկերներ, եթե այս ծևի շարունակվի դատավարությունը, էլի մենք արդյունքի չենք ասնի։ Ես ուրախ եմ, որ շուտով նախագիծ է մտել ազգային ժողով կմտնի, որ դատավարությունները 1 տարուց ավել պետք է չկայանա։ Եվ դա շատ ուրախություն է ինձ բերել, պետք է մտնի, դեռ չի մտե։ Այո։ Այսքան ուզում ձեզ ներկայացնել դատավարության մասին, հա, ներողություն, Ռոբերտ Քոչարյանը գիտեք ինչ ասում դատավարության ժամանակ, ասում է, ես չեմ հասկանում, այս իրավաբաններն ինչ են ուզում ինձանից։ Ին որ մեղքիս համար են ինձ դատում։ Ես արձագանքում եմ կողքի ջուրի Խաչատուրովը գազանաբար արձակվում է ինձ վրա։ Պատկերացնում եք, մարդասպանը դու ժողի իր ավաջորդի վրա։ Շատ ճիշտ ասում Քոչարյանը, եւ Քոչարյանն ասեմ ավելին ինչ ասում։ Ո՞վ է ձեր ձեռքը բռնեք, գնացեք ձեր սպանողներին գտեք։ Ես որտեղ են սպանել, որ ծորում, որ սարում, բախումների ժամանակ ոչ մի զոհ չել է, մեծ չերեմուխը էնել դեռ կասկածում եք։ Դա Ռոբերտ Քոչարյանի խոսքերն եմ ասում, պատկերացնում եք։ Լկտի խոսքերը։ Այսքան ընկերներ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, մարտի 1-ի զոհերի հարգարժան ծնողներ, հարազատներ, սիրելի քաղաքացիներ։ Մարտի 1-ը պարզապես ողբերգություն չէր։ Մարտի 1-ը պետական մակարդակով կազմակերպված հանցագործություն էր ժողովրդի դեմ։ Միեդե վճիռը հենց բռնապետության դեմ ուղղված դատավճիռ է։ Եվ այսօր հետ միեդյան փուլում սա այլևս կարծիք չէ։ Մեկնաբանություն չէ, ենթադրություն չէ, սա միջազգային դատարանի կողմից ամրագրած բացահայտ ճշմարտություն է։ Տարիներ շարունակ փորձեցին ասել, ժողովուրդներ մեղավոր, պետք է վերականգնել կարգ ու կանոնը, մենք կանխում էինք խժդշությունները, այս բոլորը ոչ այլ ինչ էին, եթե ոչ նույն հանցագործության շարունակությունը ստով, մանիպուլյացիայով, հասարակությանը խաբելով։ Մարտի 1-ին դուք կանխում եք ժողովրդավարությունը, դուք կանխում եք քաղաքացիների կամ արտահայտությունը, ոչնչացնում եք պետության հիմքերը։ Եվ այսօր դատարանը վերջնականապես ասաց իր խոսքը։ Պետությունն է կրում ողջ պատասխանատվությունը, եւ այս երկրի քաղաքացիներին սպանել է հենց այն պետությունը, որը պարտավոր էր նրանց պաշտպանել։ Այն ժամանակվա իշխանությունը իր ամբողջ շղթայով, ապարատով, կուսակցական վերնախավով, քրեաօլիգարխիկ թևով հավաքել էր մի նպատակով՝ պահպանել իշխանությունը ցանկացած գնով։ Նրանք ընտրեցին ամենածանր գինը՝ ժողովրդի կյանքը,
Սա է իրականությունը։ Եվ սա այլևս հնարավոր չէ ծածկել, խեղաթյուրել կամ վերաշարադրել։ Մարտի 1-ը մեզ հիշեցնում է շատ պարզ ճշմարտություն։ Երբ պետությունը հրաժարվում է պաշտպանել քաղաքացիներին, սկսում է պաշտպանել հանցագործներին։ Մարտի 1-ը եղել է պետական հանցագործություն, որի հիմքում ընկած էր ոչ թե պետական շահը, այլ իշխանության պահպանման հիվանդակին մոլուցքը։ Մարտի 1-ը ապացույցների կեղծում, փամփուշտների փոխում, սուտ արձանագրություններ, սադրիչների ներմուծում, քաղաքացիական հագուստով բանդաներ, որոնք բռնություն էին կիրառում մարդկանց վրա։ Սա ոչ թե խնդիր էր կամ իրավիճակ, այլ պետական ահաբեկչություն ժողովրդի դեմ։ Եվ երբ այսօր նույն համակարգի ներկայացուցիչները փորձում են ասել, վճիռը մեզ չի վերաբերում, մենք ընդամենը մի ամիս էինք իշխանության մեջ, մենք ոչինչ չէինք իմանում, դա նույնքան վիրավորական է, որքան անորը հնչած կրակոցները։ Այո, մարտի 1-ը եղել է պետական հանցագործություն, իսկ պետական հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, չունի կիսատ մեղավոր, կիսատ արդարացված, չունի մասամբ պատասխանատու, պետությունն է պատասխանատու, եւ այդ պետությունը ունեցել է անուն, ղեկավար, հրամանատարական շղթա, ովքեր գիտակցաբար են գործել ժողովրդի դեմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր եկել է քաղաքական ազնվության պահը։ Մարտի 1-ը ոչ միայն դատավճիռ է նախկին իշխանության համար, այլ փաստաթուղթ է, որը մեզ ասում է եւ պարտադրում է, եւ այլևս երբեք այս երկրում իշխանությունը չի կարող լինել բռնության կրողը, չի կարող լինել ժողովրդի հակառակ կողմում, չի կարող լինել ճնշողը։ Եվ այսօր որևէ մեկը փորձում է արդարացնել այդ օրերի որոշումները, այդ հրամանները, այդ գործողությունները, նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ ուղղակիորեն այդ հանցագործության քաղաքական ժառանգորդը։ Մարտի 1-ը մեզ թող մեկ մեծ դաս լինի։ Ժողովրդավարությունը չի զոհագրվում հանուն մի քանի մարդու տիրապետական ցանկությունների։ Ժողովրդի ձայնը չի կարող լռեցվել մահաբեր ուժով։ Պետությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանությունների խաղալիքը։ Փառք մարտի 1-ի զոհերի հիշատակին, փառք ժողովրդին, որ կանգուն պահեց իր ազատությունը, իր իրավունքը, անկախությունն ու ժողովրդավարությունը։ Եվ թող սա լինի վերջին անգամ, երբ պետական ուժը օգտագործվում է պետության դեմ։ Շնորհակալություն Տիկին Քլոյան, Ռոման Սայաթյան։